Պարոն Պողոսյան, մի շարք հարցեր ունեմ, առաջարկում եմ որոշակի նշումներ անել, որպեսզի բոլորին հերթով անդրադառնանք։ Առաջին հարցս, քանի որ իմ գործընկերն արդեն հնչեցրեց Միքայել Սրբազանի գործի հետ կապված, ուզում եմ դրա տրամաբանական շարունակությունը տանել։ Տեսեք, Սրբազանի հնչեցված հայտարարությունից հետո դատախազությունը որոշում է կայացնում, այսինքն կարծիք է հայտնում, որ հանցակազմ չկա նշված հայտարարության մեջ, հետևաբար քրեական գործ նախաձեռնելու անհրաժեշտություն չկա։ Հետագայում այդ դիրքորոշումը փոխվում է եւ այս պահին արդեն դատարանով վճիռ կա, 2 տարով դատապարտված է Սրբազանը, ճիշտ է, դեռ օրինական ուժի մեջ չի մտել, ամեն դեպքում նման որոշում ունենք դատարանի կողմից, դուք էլ դա չեք մեկնաբանում։ Պարոն Պողոսյան, այսինքն ինչ է ստացվում, որ 2 տարի շարունակ քննիչները հանցավոր անգործություն են դրսևորել։ Եթե հիմա պարզվել է, որ Սրբազանը հեղաշրջման կոչ է արել եւ նա պետքա դատապարտվեր, իսկ նախկինում այլ կարծիք եք ունեցել, նշանակում է դուք գրեթե 2 տարի հանցավոր անգործություն եք դրսևորել, բայց հանցավոր անգործության համար ով պետքա պատասխանատվություն կրի։ Եթե իհարկե դուք այստեղ քաղաքական այլ ենթատեքստ չեք տեսնում։ Հաջորդ հարցը վերաբերում է Բագրատ Սրբազանին, մեր գործընկեր Արտուր Սարգսյանին եւ եւս 16 մեր հայրենակիցների գործին։ Պարոն Պողոսյան, այդ օրերին, երբ ձերբակալությունները կար, դուք էլ գնացել եք ՀՄԿ-ի տաղավար, ի թիվս այլ մանրամասնությունների, որոնցից ընդամենը մեկ դրվագ եմ ուզում առանձնացնել, դուք ասում եք, հիշում եք Գյուլելու այդ հատվածը, դուք հստակ նշում եք, եթե անհրաժեշտություն լինի, ես ձայնագրությունը կմիացնեմ, ասում եք առանց կոնտեքստից կտրելու եւ Գյուլելը ներկայացնում եք մի իրողության մեջ, որ տեղի է ունենալու իշխանափոխություն, իշխանության զավթում, որի ընթացքում լինելու են մարդկանց գյուլելու եւ նստացնելու գործընթացներ։ Հետագայում հրապարակված ձայնագրություններով արդեն ապացուցվում է, որ որևէ խոսք չի գնացել որևէ մեկին գյուլելու, նստացնելու, հատկապես իշխանափոխության տրամաբանության ներքո։ Ավելին, այդ ձայնագրության մեջ, որը քննչականը հարիր չի համարել հրապարակել, օրինակ Հովհաննես Ավետիսյանը շատ հստակ մի նախադասություն է ասում։ Հովհաննես Ավետիսյանը եւ Բագրատ Սրբազանը այդ զրույցից, կոնտեքստից կտրված առանձին դրվագ եք ներկայացնում, որ մարդկանց գյուլելու իրավիճակ պետք է լիներ։ Ասում է ոչ մի պայմանում ոստիկաների հետ կռվի մտնել չի կարելի։ Ես ոչ հայհոյանք, ոչ խփել, ոչ որևէ այլ բան։ Ես ասել եմ ոչ որևէ բռնության նմանվող արարք։ Հիմա բառը կարող է փոխված լինի, բայց տրամաբանությունը դա է։ Այսինքն երկրորդ գլխավոր պայմանը դա է, փողոցային ոչ բռնի պայքար ունենալու համար ոստիկաների հետ չի կարելի բախման գնալ, հրել, քաշել, կռվել հետները եւ այլն եւ այլն։ Եվ Սրբազանն էլ համաձայնում է սրա հետ։ Հիմա ինձ խնդրում եմ բացատրեք։ Երբ որ դուք դա հրապարակային ասում եք, երբ որ ասում եք կոնտեքստից կտրած չի այն, որ մարդիկ պատրաստվում էին իշխանության զավթում իրականացնել մարդիկ գյուլելու միջոցով։ Հիմա դուք այս իրավիճակում ինչ պատասխան եք տալու նախ եւ առաջ մեր հանրությանը։ 18 անձեսպային կալանավորված է, դուք պատասխանատու պաշտոն զբաղեցնելով, ունենալով ամբողջական ինֆորմացիա ձեր ձեռքի տակ, որովհետև ես դժվար եմ պատկերացնում, որ ձեզ ամբողջական տեղեկատվությունը չի տրամադրել, դուք վստահաբար ունեցել եք այս ամբողջը ձեր ձեռքի տակ, բայց նախընտրել եք քաղաքական ենթատեքստով, քաղաքական դրդապատճառներով, ընդհանրապես մի նախադասություն հանել եւ ժողովրդին ահաբեկել, որ այս մարդիկ պատրաստվում են Ժորժ ջան ձեզ գյուլել, ձեզ գնդակահարել, նստացնել միայն թե իշխանություն վերցնել։ Հիմա այս պարագայում դուք պատրաստվում եք նախ եւ առաջ ժողովրդից ներողություն խնդրել, եթե չէ, խնդրում եմ բացատրեք, թե ոչ կոնտեքստից կտրված ինչեր եք ներկայացնում։ Հաջորդը։ Ես ուզում եմ ձեզ հարցնել հետեւյալ իրավիճակի մասին, վերջերս Հովանավանքում կարգալուց եղած հոգեվորականի կողմից պատարակ էր կազմակերպված, դա 2 շաբաթ առաջ էր, կարծում եմ առաջինը, 2 շաբաթ առաջ էր եւ այդ նույն օրը, Կիրակի օրը քննիչը որոշում է կայացնում, որ 10-ից ավել հոգեվորականներ պետք է կանչվեն քննչական կոմիտե հարցաքննության։ Ես հիմա խնդրում եմ մեկնաբանեք, ինչպիսի հրատապություն էր դա, որ հենց Կիրակի օրը պետք է հենց Կիրակի օրը բոլոր հոգեվորականները պետք է ուղղակի տարածքում չլինեին։ Կիրակի օրով նման
այսպես իմպերատիվ անհրաժեշտություն որտեղից էր առաջացել։ Հաջորդը, երբ գնացել են խոզարկությունների հոգևորականների տանը, օրինակ բյուրականի հոգևորականը վերջերս հարցազրույցի ժամանակ ասում է, երբ քնիչները մտան մեր տուն, իմիջիայլոց բոլոր այդ ամբողջ ընթացքում նույնիսկ երեխաների պլանշետներն են վերցրել եւ մինչեւ հիմա չեն վերադարձրել, սա էլ խնդրում եմ մեկնաբանեք, սա ինչ իրավիճակ է։ Բյուրականի հոգևորականի տանը խոզարկություն իրականացնելիս մարդը գիշերազգեստով է եղել։ Ուզում եմ հստակ ընդգծել, հոգևորականը գիշերազգեստով, քնիչին ասելա թույլ տվեք գոնե փոխեմ իմ շորերը, քնիչը թույլ չի տվել այդ ընթացքում, որպեսզի հոգևորականը իր գիշերազգեստը փոխի։ Լավ, սա ինչ մոտեցում է, սա ինչ տրամաբանություն է։ Մեկ էլ հավանաբար 30-ականներին էր, որ NKVD-ն մտնում էր ու այդ նման գործողություններ իրականացնում հոգևորականների նկատմամբ։ Երբ որ ասում եք քնիչը ինքնուրույն է իր որոշումներ կայացնելուն եւ այլն, այսինքն այդ քնիչը մտածել է, որ հոգեվորականը եթե իր գիշերազգեստը փոխի, հետո նստեն խոսելու, այդտեղ մեծագույն ողբերգություն էր տեղի ունենալու։ Կամ բռնագրավված այդ պլանշետները երեխաներին վերադարձն, ինչու մինչեւ հիմա չեն վերադարձվել։ Հաջորդը Գյումրվա դեպքերի մասով որոշակի անդրադարձ տեղի ունեցավ, պարոն Պողոսյան։ Դուք ասում եք կալանքի միջնորդությունները 16%-ով նվազել են։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք այն իրավիճակները, որոնք ակնհայտ ունեն քաղաքական ենթատեքստ, այդտեղ որևէ կերպ նվազում չկա։ Օրինակ, երբ մենք ասում ենք Գյումրում տեղի ունեցած դեպքերով, երբ որ տասնյակ մարդիկ բերման են ենթարկվում, հետո ձերբակալվում, այնուհետև կալանավորվում եւ այդտեղ ակնհայտ քաղաքական ենթատեքստ կա, օրինակ մի դրվագով ասեմ, խոսքը ոչ միայն Սարուխանյան Կարենի զոքանչի մասն է, այդտեղ օրինակ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը ու նույնիսկ ձայնագրություններով տեսա ձայնագրություններով ակնհայտ երևում է մարդը ձեռքերը բարձրացրած, փորձում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հանկարծ բախում տեղի չունենա, ու դա ձայնագրված է, մենք բոլորս դա տեսել ենք։ Հիմա այդ տեսանյութերը դիտելուց հետո դուք ո՞նց է քնիչը ո՞նց է մտածել, որ այս հենց այն հանցագործությունն է, որի համար մարդուն պետքա տանել կալանքի։ Իրականում հարցերը շատ են, բայց մի հատ էլ ապօրինի գաղտնալսումով եւ իմ սիրելի Անիֆով։ Ապօրինի գաղտնալսման հերթական դեպքին ենք մենք ականատես եղել, երբ Նաթան Սրբազանի եւ մեկ այլ աբեղայի միջև ձայնագրություն է հրապարակվել, այնուհետև օրինակ այդ ապօրինի գաղտնալսված ձայնագրության հիմքով հարցաքննության է կանչվել Նաթան Սրբազանը, բայց ես չտեսա որևէ հաղորդում այն մասին, որ բուն ապօրինի ձայնագրությունների մասով եղել է գործ վարույթ կա հարուցված։ Այս դեպքում ինչ է նշանակում, ապօրինի ձայնագրության հիման վրա մարդուն կանչում են հարցաքննության գործ են հարուցում, բայց բուն գաղտնալսման առիթով վարույթ չի նախաձեռնվել։ Եվ վերջինը Անիֆի մասով, ես ուզում եմ հասկանալ ինչ առաջընթաց ունենք այստեղ։ 3 տարի քննելուց հետո պարզվեց մի առանձին դրվագով 3 մեղադրյալ է ներգրաված, որոնցից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետությունում չի։ Այստեղ ինչ առաջընթաց ունենք, բայց այս 3 ներգրաված անձինք էլ 1.5 միլիարդ դրամի մսխման գործի շրջանակներում էր, բայց ուզում եմ հիշեցնել, որ Անիֆը մոտավորապես 70 միլիոն դոլարի մսխման գործ էր եւ այդ շրջանակներում ուրիշ ինչ նոր զարգացում ունենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Գրիգորյան։ Սկսենք, դուք նշեցիք Միքայել Աճապահյանի հետ կապված գործից, որ դատախազությունը դիրքորոշում է հայտնում, որ հանցակաց չկա, 2 տարի քննիչները հանցավոր անգործություն են կատարել, նման տեսակետ եթե կա։ Տիկին Գրիգորյան, վստահ եմ տեղյակ եք, որ քննիչը իր լիազորությունները սկսում է այն պահից սկսած, քննիչը առնչվում է պրոցեսներին դատավարական, երբ որ ստանում է հաղորդում, պատշաճ հաղորդում, իսկ օրենքի մեջ հստակ թվարկված են թե հաղորդումը, թե վավերապայմանները հաղորդում եւ այն անձինք, ովքեր որ հաղորդում են ներկայացնում։ Այսինքն քննիչը մինչեւ չունենա հաղորդում պետական մարմնից, տեղական ինքնակառավարման մարմնից եւ այլ, կարծում եմ բացատրելու եւ մեկնաբանելու օրենսդրորեն այդ հիմքերը նախատեսված են։ Այսինքն քննիչը մինչեւ այդ հաղորդումը չստանա, ինքը չի կարող որոշի վարույթ նախաձեռնում է, թե չի նախաձեռնում։ Մեզ չի դիմել։ Հետևաբար այս առումով կարծում եմ այստեղ քննիչի շուտ հանցավոր անգործության մասին խոսելն ավելնորդ է։ Այս մասով երևի այսքանը է, ուրիշ մնացած մասով ինձ թվում է մեկնաբանեցի Տիկին Խամոյանի հարցադրումներին, չեմ ուզում շատ ծավալվեմ։ Այդ դուք նշում եք
գործի հետ կապված ահաբեկչության նախապատրաստության եւ իշխանության զավթելու նախապատրաստության հետ կապված գործից ասում եք, որ օրինակ ՀՄԷԿ-ում հարցազրույց եմ տվել։ Տիկին Գրիգորյան, եկեք հանրության մոտ առնվազն թյուր կարծիք չձևավորենք այս գործի հետ կապված։ Ես հասկանում եմ, որ պաշտպանական մարտավարության տեսանկյունից եւ, չգիտեմ, ունեն անձինք պաշտպանվելու իրավունք ունեն եւ ոչ ոք չի ցանկանում այդ իրավունքից զրկել եւ իրավունք էլ չունի, բայց այդ պաշտպանության մարտավարության տեսանկյունից ես հասկանում եմ, որ փորձում են առավելապես նսեմացնել քրեական վարույթով ձեռբերված այն ապացույցները, որոնք վկայում են, որ հիմնավորում են մեղքը։ Ես ՀՄԷԿ-ում հարցազրույցի ընթացքում ինչ ասել եմ, վերահաստատում եմ։ Դուք այսօր կենտրոնացել եք գյուլելու դրվագի հետ։ Չէ՞։ Ասում եք, ում մի նկատի ուներ, ում էր ուզում։ Սկզբից նշեցին, որ էդի սկզբից նման տեսակետ, որ դա ինքը չի խոսում։ Հետո պարզվեց, որ ինքն է խոսում։ Հետո գյուլելը սկզբից չէին հիշում, թե թիրախը ով էր։ Հետո հիմա մեկնաբանում են, որ այդ գյուլերը տեսականորեն, երբ որ օրինակ, չգիտեմ, իշխանությունը զավթվեր, կոնկրետ անձանց այս ձևով պետք է պատժվեր։ Հիմա ինձանից ինչ եք ուզում, այդ գյուլելու, չկներեք, ես ավարտեմ էլի։ Այդ գյուլելու թիրախների, փնտրտուքների մեջ ենք հիմա մենք։ Թե ում պետք է գյուլեին պատերի տակ։ Ես հիմա ձեր հարցին ինչ պատասխանեմ։ Եղել է, չէ, ճշմարտությունն եմ ասում, եղել է նման խոսակցություն, պատերի տակ գյուլելու։ Եղել է այդ խոսակցությունը, թե չէ։ Եղել է։ Կամ դուք, Տիկին Գրիգորյան, ի վերջո, լավ, հասկանում եմ, որ մարդիկ ամեն գնով ուզում են պաշտպանվեն։ Մենակ գյուլելու խոսակցությունն եք վկայակոչում, բայց մյուս խոսակցությունները, ախր դուք տեղյակ եք, որ տեղյակ եք այդ գործով, որ իրանց ձեռքով գրած ապացույցներ կա, որ արարքի որակումը ինքը իրան տվել է։ Ահաբեկչություն, հենց այտենց պլանավորված ահաբեկչություն։ Այ կհետազոտվի, դրա համար ես չեմ ուզում առաջ ընկնեմ, խնդրում եմ, ես չեմ ուզում հրապարակային դատաքննության ժամանակ, սխեմաներով, այո, ահաբեկչական բառացի եմ ասում, ահաբեկչական գործողություն, խուզարկությամբ հայտնաբերված, գնացեք հարցրեք, թող պատասխանեք, որակումն էլ են նույնիսկ իրանք տվել, թե ոնց են զավթում, գրավում, բառերով ասեմ, գրավում, ոստիկանության շենքերը, թե բառացի եմ ասում, չեք, հիմա ընչի եք մեր հանրության մոտ, ուզում եք սենսացիա եք ուզում ինձանից, հանրության մոտ անես տպավորություն ստեղծում, մեկը խոսում է ձվածեղ սարքելու մասին, ինչի եք նսեմացնում այս գործը, հավաստիացնում եմ ձեզ, ամեն ինչ ժամանակին, հրապարակային դատաքննության ընթացքում, այս բոլոր հարցերի պատասխանները կստանաք եւ կհամոզվեք, որ քննչական կոմիտեի նախագահան ինչ որ ասում էր, ճիշտ էր ասում, մի բան էլ քիչ է ասել, չեմ բացել շատ փակագծեր, եթե ուզում եք ձեզ առանձին կարող եմ ցույց տալ, եթե ուզում եք, ցույց կտամ։ Հաջորդը, այս մասով այսքանը վերահաստատում եմ, նշում եմ նորից, որևիցե բան կոնտեքստից չեն կտրել, որևիցե հանգամանք, ինչ ասում եմ վերահաստատում եմ, եւ ավելին, ես տեղավորվել եմ այն շրջանակներում, որ մարդիկ ամիսներ շարունակ խոսակցություններ են ունեցել, ամիսներ շարունակ, խոսել են, չգիտեմ, կենցաղային հարցերով, չգիտեմ, տարբեր հարցերով, հիմա այդ խոսակցությունները պետք է մենք որոշակի ձևով, ձևաչափով հանրությանը ներկայացնեինք, օրինակ, ինչ-որ սեղմ ժամկետային սահմանափակումներ, դրա համար մենք փորձել ենք այն հատվածները լուսաբանենք, որոնք որ ըստ էության մեզ համար կարևոր են, բայց դա չի նշանակում, որ միայն այդ խոսակցություններն են, դա շատ խոսակցություններ կան, Տիկին Գրիգորյան, վստահ եմ, հանրությունը հրապարակային դատաքննություն է գնալու, այդ բոլոր հարցերի պատասխանները կստանան, ես նորից եմ վերահաստատում, որ այս գործը իր բնույթով, այստեղ ուղղակի բարոյականության շրջանակներից եւ այլնի մարդ պետք է սուտ չխոսա, նույնիսկ հոգեվորական է, առավելապես հոգեվոր, պետք է սուտ չխոսա,
Քննչական կոմիտեի նախական պարտավոր է սուտ չխոսալ։ Իսկ հոգեվորականը ընդհանրապես բարոյական պարտավորություն, բայց պետք է խոսա, սուտ չխոսա։ Ճիշտը թող ասի։ Ես ճիշտն եմ խոսում եւ իմ բառերի համար պատասխանատու եմ։ Տիգին Գրիգորյան, դուք արձագանքելու հնարավորություն կունենաք, ելի խնդրում եմ։ Տիգին Խամոյան, խնդրում եմ։ Եվ հաջորդը, այդ դուք նշում եք Կիրակի օրով քննիչները ինչի են կանչել հարցակնության։ Դուք տեղյակ եք, որ քննիչը աշխատում է շաբաթ, Կիրակի, գիշերային ժամերին։ Հիմա